Երկրի վրա քայլող քաջարիուցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գևորգ Աշոտի Մղդեսյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Մեր հզորը ծնվել է 1996 թվականի փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նորհաճն քաղաքում։ Երկու եղբայր էին։ Մեծը նա էր, ուրախ, ժպտերես, խելոք, ծնողներին նեղություն չտվող երեխա էր։ Փոքր տարիքից միշտ պատրաստ էր բոլորին օգնելու։ Առաջին դասարան գնացել է 2001 թվականին։ Սովորել է առաջին հիմնական դպրոցում։ 2010 թվականին տեղափոխվել է ավագ դպրոց, որը նախկինում կոչվում էր թիվ 2-րդ միջնակարգ դպրոց։ Սովորել է նորմալ գիտելիքներով։ Ուսուցիչները միշտ գոհ են եղել իրենց աշակերտից և ծնողական ժողովներին գովեստով են խոսել նրա մասին։ Նրանք ամբողջ դպրոցով առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար բարեգործական միջոցառումներ հաճախ են կազմակերպել ու միշտ գումար են հավաքել այդ խնդիրներով երեխաներին օգնելու համար։ Եվ ամեն անգամ անխելք մարդը հեքիաթն են բեմականացրել։ Գևորգը միշտ հանդես է եկել գայլի դերում։ Նման բարեգործական բնույթի միջոցառում նրանք անցկացրել են նաև SOS մանկատանը։ 6-րդ թե 7-րդ դասարան է եղել, երբ հերթական միջոցառումն է կազմակերպվել։ Միջոցառումից հետո հավաքվածները միաբերան ցանկություն են հայտնել տեսնելու գայլի դերակատարին։ Գևորգին այլ բան չէր մնում, քան հանել դիմակը, երբ հանել է, փոքրիկները գոռացել են. «Ինքը գայլ չէ, ինքը Գևորգն է»։ Շատ աշխատասեր էր, թասիբով ու իր խոսքի տեր։ Եվ այդ աշխատասիրության շնորհիվ, առանց որևէ դասախոսի մոտ պարապելու, այլ միայն ինքնուրույն պարապելով 2013 թվականին ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարանի ռադիոյի և կապի բաժինը։ Մեկ տարվա ուսանող էր, երբ 2014 թվականին լսեց հայրենիքի կանչը։ Հայրենի սահմանները կանչում էին իրեն բանակում ծառայելու և պարտքը հայրենիքին տալու ժամանակն էր։ Ու հուլիսի 8-ին զորակոչվեց բանակ, Արցախ, Մարտակերտ։ Ծառայում էր նվիրումով, մեծ հայրենասեր էր։ Երբ ընկերները հանկարծ ասում էին զորացրվենք, այս երկրից գնանք, նա չէր ընդունում։ Ձեր երկիրը սա է, ուր էլ գնաք, այստեղից լավ չի լինելու։ Օտար հողում նեղության մեջ լինեք, ուրիշը ձեզ չի օգնի։ Իսկ հայրենի հողի վրա ինչպես էլ լինի, հայը հային կօգնի։ Շատ խոսել չէր սիրում, միշտ լսողի դերում էր։ Եթե պետք էր մի բան ասել, կասեր, եթե կարիքը չկար, դիմացինին կլսեր առանց հոգնելու։ 2015 թվական օգոստոսի 7 հանկարծ կրակոցներ են հնչել, որին հաջորդել է ռմբակոծություն։ Իսկ դա ինչ կարող էր լինել, եթե ոչ հակառակորդի հերթական քմահաճույքը։ Երբ ռմբակոծությունները գնալով մոտեցել ու հասել են մինչև Խրամատ, իսկ զինանոցը դրսում է եղել, նա մտածել է արկերով ու փամփուշտներով լի արկղերը ներս տանել, որ չտրակվի, սակայն վերջին արկղի տեղափոխումը չի հասցրել։ Այն տրակվել է ու նրան հեռու շպրտել։ Չզգալով, որ վիրավոր է, վեր է կացել և գնացել ընկերոջն օգնության։ Մյուս ընկերներն են նկատել արյունն ու ասել, որ ինքն էլ է վիրավոր։ 3 բեկոր էլ իրեն էր կպել։ Ստացել էր բեկորային վիրավորում։ 2-ը հեռացրել էին, բայց 1-ը թողել էին, որ չլինի թե մկանին կպնեն ու տղային հաշմանդամ դարձնեն։ Այս մեծ ու հզոր քայլի համար պարգևատրվել էր
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Նելսոն Ստեփանյան մեդալով։ Իսկ դեպքից հետո 10 օրով տուն էր եկել։ Ինչպես ասում են, ծնողական խնամքի։ Ծնողներն ասել էին, այնպես անենք, որ մի քիչ ավելի շատ մնաս տանը, հետո գնաս։ Նա կտրուկ դեմ էր կանգնել։ Ոչ, ինչ եք ասում, բա իմ ընկերները, նրանք ինձ են սպասում, ես պետք եմ նրանց։ Նա փոքր ինչ կաղում էր, բայց ամեն կերպ թաքցնում էր, որ ծնողները չնկատեն ու ինքը գնա։ Երբ սկսվել է ապրիլյան պատերազմը, նա արդեն 19 ամսվա ծառայող էր, բոլորի հետ միասին անցավ թեժ ու լարված 7 օրեր, ապրիլի 7-ին մեր հերոսը չէր կարող չզանգել իր սիրելի մայրիկին ու նրա մայրության ու գեղեցկության տոնը չշնորհավորել։ Մայրը եկեղեցում էր, որ զանգել էր, շնորհավորել, հետո ասել. ամեն բան նորմալ է, մաջան, ամբողջ հայազգը զինվորի կողքին է, այնքան նամակներ, այնքան կոնֆետներ են ուղարկել, որ չգիտենք ինչ անել։ Սա եղավ նրա վերջին զանգը, որ մայրը պիտի ամբողջ կյանքում ապրի այդ վերջին անգամվա լսած ձայնը, պահելով հոգում և ականջներում, որ երբեք չխլանա ու չմարի ականջներից։ Մեր աներերքաջը դիրքերում էր և մայրիկին զանգելուց հետո խիղճը հանգստացավ, անգամ ինքն իրեն ժպտաց ու անցավ օրվա հերթական հերթապահությանը, մարտական գործողության իրականացմանը։ Սակայն բախտն այլ բան էր նախատեսել մեր քաջի համար։ Հակառակորդի գնդակը հանկարծ պոկվեց տեղից, սուրաց, թիրախնդրելով նրան, հասավ իր նշանակետին և սուր կզմտելով նրան, բոսոր արյուն քամեց կրծքից ու ցավոք հավերժացրեց, հավերժ թողեց սահմանին։ Փառք ու խոնարհում մեր հզոր քաջին, մեր աներեր հերոսին։ Խեղճ մայր, եկեղեցուց դեռ դուրս չեկած նրան է մոտենում իր եղբայրը և խնդրում միասին դուրս գալ։ Բանից անտեղյակ մայրն ասում է, որ էս վերջինն էլ վառի ու նոր դուրս գա, բայց եղբայրն ասել է. պետք չէ վառել, մի վառի, արի դուրս գանք։ Խեղճ կինը չի հասկացել բանն ինչումն է, իսկ որտեղից կամ ինչպես հասկանար, և այնուամենայնիվ մոմը վառել է ու նոր դուրս եկել եկեղեցուց։ Իսկ հայրը, չարագույժ լուրը կնոջ եղբայրն էր նրան ասել, ինքն էր առաջինն իմացել ու գնացել աշխատավայրում նրան ասել, որն էլ գլուխն առնելով ափերի մեջ, վիրավոր գազանի նման ոռնացել է։ Ցավից վաղաժամ ճերմակած պարոն Աշոտը պատմում է, այդ պատերազմական լարված օրերին Գևորգի քերին էլ էր ոտքի ելել Արցախ գնալու, երբ եկավ ինձ մոտ աշխատավայր, մտածեցի եկել է հրաժեշտ տա ու գնա, մտածեցի մի բան անեմ, չթողնեմ, բայց ինձ շենքից դուրս կանչելով ասաց. Աշոտ ջան, Գևորգս չկա։ Հուզմունքից խզված ձայնով միտքն ավարտեց մեր հերոսի հայրը։ Ապա երկուսով եկել էին հերոսի մորը տուն տանելու, նա ուժ չուներ մեքենայից իջնելու, դրա համար տիկին Անժելայի եղբայրն էր մտել եկեղեցի քրոջը բերելու։ Տիկին Անժելան մոտենալով մեքենային տեսել էր ամուսնուն այլայլված,
բայց էլի ոչինչ չհասկանալով միամտաբար հարցրել էր. Աշոտ, ինչ է եղել, լավ չես զգում։ Աշոտը մի կերպ արցունքների միջից բարբառել էր. Անժել, մեր երեխեն։ Անժելան արդեն հասկացել էր ու անբնական ճիչով գոռացել. Որ մեկն է, Գևորգս, մի կերպ արտաբերել էր հայրը։ Վախ, Գևորգ ջան, ողբաձայն հեկեկացել էր մայրը։ Դե եկ պոետ ու մի խենթանա։ Այո, խենթանալ կարելի էր։ Եվ երկինքն էլ չդիմացավ ու որդեկորույս ծնողների և սգավոր նոր հաճնի ողբին միանալով հեղեղառատ արցունքներ թափեց նաև նա, քանզի ամբողջ քաղաքն էր սգում, ահել թե ջահել, ծեր թե պատանի, կին թե տղամարդ, հիվանդ թե կիսահիվանդ։ Չէր խանգարի, եթե երկինքն էլ ազատություն տար իր զգացմունքներին ու չկարողանալով զսպել, բոլորի հետ ու բոլորի նման թափեց երկնքից ու թափեց իր ներսում գոյացած հորդառատ արցունքները, որը մարդկանց մոտ հորդառատ անձրևի տպավորություն էր թողնում։ Մեր անվախտն ու հզորը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական ծառայություն մեդալով։ Բարձր պահենք մեր հերոսի անունը, հավերժ ապրեցնենք նրան, չէ որ նա հավերժացավ հանուն իր ազգի, որ ազգը դարեր ապրի, և այն դպրոցը, որտեղ նա է սովորել, բարձր պահելով իր երբեմնի աշակերտի անունը, դասարաններից մեկն անվանակոչել է նրա անունով։ Մինչև հիմա մայրը փնտրում է իր որդուն, փնտրում է զինվորական համազգեստով ցանկացած մեկի մեջ, ցանկացած զինվորի նկարում, թե կարող է պատահականության բերումով իր Գևորգը նրանց հետ նկարված լինի, ապա փնտրում է որդուն զինվորներից մեկի ծիծաղի մեջ, մյուսի քայլվածքի մեջ, երրորդի կեցվածքի մեջ, ու իրեն թվում է, ուր որ է Գևորգը կհայտնվի։ Կարոտ կա ծնողների թախծոտ աչքերում, կարոտ, որ չես ասի ոչ մի բառով, կարոտ, որի բացը չի լրացվի ոչ մի բանով, կարոտ, որ ծամելու է նրանց սիրտը մինչև մահ գերեզման, կարոտ, որ մինչև վերջին շունչը մրսեցնելու է հոգին նրանց։ Կարոտի հետ նաև ծով հպարտություն կա նրանց աչքերում ու հոգում, որ իրենց որդին հերոս է, մեր քաջը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով, խոնարհվում է մեր քաջի առջև և պատվի առնում։ Պատիվ ունեմ։